Ըստ խնդրի տերարիումում պահվում են տարբեր տեսակի և գույների մողեսներ, որոնց շարքում նաև կարմիր մողեսներ և իգուանաներ։ Հայտնի է, որ կարմիր մողեսների 1/5 մասը իգուանաներ են, իսկ իգուանաների 2/7 մասը կարմիր են։ Պետք է գտնենք, թե քանի իգուանա կա տերարիումում, եթե կարմիր մողեսների քանակը իգուանաներից 6-ով ավելի է։ Ըստ պայմանի, եթե իգուանաների համար վերցնենք այս կապույտ հատվածը և այն բաժանենք 7 հավասար մասի, այդ հատվածներից երկուսը, այսինքն իգուանաների 2/7 մասը կհամապատասխանի կարմիր իգուանաներին։ Նույն այդ կարմիր իգուանաներին համապատասխանող երկու հատվածը հանդիսանում է կարմիր մողեսների 1/5 մասը, այսինքն այն հնգապատկելով կստանանք կարմիր մողեսների ընդհանուր քանակը։ Եվ վերջին պայմանն օգտագործելով այն մասին, որ կարմիր մողեսների քանակը իգուանաներից 6-ով ավելի է, ստանում ենք, որ 3 հատ կապույտ հատվածը հավասար է մեկ այլ սև հատվածի 6 երկարությամբ։ Եվ ուրեմն յուրաքանչյուր փոքրիկ կապույտ հատվածը հավասար է 2-ի։ Ստանում ենք, որ կարմիր մողեսների քանակը 20 է, իսկ իգուանաների քանակը 14։ Կատարենք նաև ստուգում։ Համոզվենք, որ կարմիր մողեսների 1/5 մասը 20 անգամ 1/5-ը իրոք հավասար է 4-ի, այնուհետև իգուանաների 2/7 մասը 14 անգամ 2/7-ը նույնպես հավասար է 4-ի, և որ 20-ի և 14-ի տարբերությունը իրոք 6 է։ Ուրեմն ամեն ինչ ճիշտ ենք հաշվել։